եմ Կոտայքի մարզի ուժեղ ժողովրդին։ Դուք պատկերացնում եք, որ Կոտայքի մարզում մոտ 27% աղքատ մարդիկ կան։ Լինելով երևի աշխարհի ամենասիրուն տարածքներից մեկը, մեր ազգի կարևոր ու նշանակալից գոտիները բոլորս գիտենք Կոտայքի մարզում են։ Մեր Գառնին, մեր Գեղարդը, մեր Ծաղկաձորը, դուք պատկերացնում եք չօգտագործել այդ պոտենցիալը, մարդկանց խաբելով, ֆրֆռալ, որ իրենք ինչ-որ ասֆալտ են անում, ինչ-որ դպրոց են սարքում, սրանք այսօր չեն մտածում հայ ժողովրդի մասին։ Մտածում են բերեն ադրբեջանցիներով լցնեն մեր երկիրը, հետո նորից արդեն երկրի ներսում կսկսվի։ Սկզբից փոքր պատերազմներ, հետո կմեծանան այդ պատերազմները ու կդառնա նորից մեծ պատերազմ։ Դրա համար մենք ասում ենք, մենք գնալու ենք հաղթենք, կանգնեցնենք այս չարիքին, քանի որ սրանք ոչ միայն արտաքին չարիք են բերել մեր գլխին, ամբողջ ներսն են քանդել այս 8 տարվա ընթացքում։ Դրա համար մենք միասին պետք է օգտագործենք ամենալավ շրջաների պոտենցիալը։ Մենք հիմա Հրազդանում, չգիտեմ, հրազդանցիները տեղյակ են, մեծ ծրագիր ենք անում, նոր տեցեր են կառուցում, մեկը հիմա բացում են, քանի որ տարիներ շարունակ արդեն աշխարհը չգիտեմ ուր է հասել, իրենք ոչ մեկը ոչ մի ներդրում չի արել, որ ինչ-որ փոփոխություն անի, իսկ սրանք արդեն այնքան հետ են մնացել, որ միշտ ունենալու ենք թանկ հոսանք, թանկ գազ, թանկ էլեկտրականություն, դրա համար մենք քայլեր ենք անում, որ գոնե հավասարակշռությունը պահպանենք։ Շատ մեծ տնտեսական գոտի ենք սարքում Հրազդանում, հիմա Հայաստանի ամենամեծ մետալուրգիական գործարանն ենք երևի մի ամսվա ընթացքում բացում, դրա համար մենք Հրազդանի մասով ունենք շատ լուրջ ծրագրեր, որպեսզի ժողովուրդը ունենան արժանապատիվ աշխատատեղեր, նորմալ աշխատավարձներ ստանան ու հույսները չդնեն, թե սրանք ընտրությունից ընտրություն մի 10,000 դրամով խաբեն ժողովրդին, կամ դեղերը 2-3 անգամ թանկ ծախում են, բերում են իրենց գռդոնը անում են բոլորով միասին, հետո ասում են մենք դեղերի համար մի քիչ ինչ-որ արտոնություններ ենք տալիս, դուք դեղերը բերեք ճիշտ գներով վաճառեք, մարդիկ իրենք ի վիճակի գնեն, իսկ մենք ասում ենք, որ մենք միանգամից ենք իջեցնելու, մենք այդ հարցը լուրջ կուսումնասիրենք, որ մարդիկ, մեր ծերերը արժանապատիվ կյանք ունենան։ Նույն Չարենցավանում, դուք հիշում եք ինչ արտադրական պոտենցիալներ մենք ունեինք, այսօր նույնիսկ 10%-ը չի աշխատում, սրանք ոչ մի հնարավորություն չունեն, ինչ-որ ձևի զարգացնեն, մտածեն մարդկանց մասին, բայց ամեն ինչ սկսվում է տնտեսությունից, եթե մենք կարողանում ենք կարգավորենք տնտեսությունը, մենք կարողանալու ենք ունենանք ուժեղ բանակ, մենք կարողանալու ենք պաշտպանենք մենք ինքներս մեզ, էլ թույլ չենք տալու, որ Ալիևը երբ զարթնի փռշտա, սրանք էլ բոլորը սկսում են այդ փռշտոցների տակ արձագանքել ու հարձակվել մեր մայրերի վրա, մեր ընկերների վրա, միակ բանը, որ սրանց գլխի մեջ կա, ինչքան մարդ ձերբակալեն, ինչքան մարդ կալանավորեն, ուրիշ ոչ մի բանից սրանք չեն հասկանում, մեկ էլ սիրուն գռդոն անեն, ուրիշ, հետո գռդոն բոլորով են անում, նենց չի, որ 1-2 հոգի, համակարգային գռդոնը այս երկիրը, մենք շուտով ձեզ ցույց կտանք, որտեղ ինչ են կերել, իրենք ձևը գտել են տարիներով մարդկանց, ոնց շանտաժի ենթարկեն, ոնց վախեցնեն, բայց հիմա այն որ ասում է փառք Աստծո, ձեր օգնությամբ, մեր օգնությամբ միասին մարդիկ զարթնում են, պնդանում են, ուժեղանում են,
Արդեն ոչ մեկը իրենցից չի վախենում, նույնիսկ մեր տարեց մայրերը ինչ հակահարվածներ են տալիս։ Ուրիշ ձև չկա, սրանց տեղը պետք է դնենք։ Պատկերացնեք, այս մարդը իր շրջանն է, իր մարզն է հասցրել 40% աղքատների։ Ինչի համար է դա իրենց պետք։ Որովհետև աղքատ մարդկանց հեշտ է կառավարել։ Ընտրությունից ընտրություն մի երկու խոստում են տալիս, մի երկու բյուջեն քանդելով ինչ-որ հարցեր են լուծում, նույնիսկ օրենքի սահմաններում չի իրանց լուծած հարցերը։ Իրենք բյուջեն ընդունել են, հետո հիշել են, որ թոշակառուներին կարելի է ընտրության դեմը մի քիչ գումար տալ, որ իրան ձայները տանել, որովհետև ուրիշ տարբերակ չունեն, ուրիշ ասելու բան չունեն։ Ես միշտ ասում եմ, գոնե ցույց տվեք 8 տարվա մեջ, որ իրենք ստեղծել են մեկ ձեռնարկություն, բացի մեր ստեղծածից, որտեղ 200 մարդ աշխատում է։ Ես չեմ ասում 1000 մարդ, դրանից նույնիսկ չեմ էլ ուզում այդ ուղղությամբ մտածեմ։ 200 մարդ բերեն ցույց տան, բայց ես կարող եմ ցույց տալ ինչքան ձեռնարկություններ փակվել են։ Դուք գիտեք, որ մենք դրա համար փոքր բիզնեսը ազատում ենք հարկերից, որ մարդիկ հանգիստ աշխատեն, ստեղծագործեն, ոչ մեկը ժամանակ չծախսի, ոչ հարկայինի հետ, դա մոտավորապես 70,000 ընկերություն է Հայաստանում։ Այդքան մարդիկ կարող են միայն աշխատեն, ստեղծագործեն, հարստանան, որովհետև մեր նպատակը ժողովրդին հարստացնելն է։ Մենք իրենց հարստացնելու ենք, չկասկածեք դրանում։ Դա ոչ մեկը չի կարող անել, բայց մենք անելու ենք ձեզ հետ միասին։ Դուք գիտեք, ես էլ գյուղում ծնված, մեծացած մարդ եմ։ Շատ լավ գիտեմ գյուղացու խնդիրները, շատ լավ գիտեմ շրջաների խնդիրները։ Դրա համար ամեն ինչ անելու ենք։ Մենք շատ մեծ ներդրումներ ենք բերելու։ Լսել եք, որ մենք տուրիզմի զարգացման վրա հայտարարել ենք 1 միլիարդ ներդրում, մասնավոր ներդրում, ոչ թե սրանց ման բյուջեն քաշեն, կեսը լցնեն ջեբերը, կեսն էլ, չգիտեմ ինչ են անում, նույնիսկ պատկերացնելն էլ անհնար է, թե սրանք 8 միլիարդ, 8.5 արդեն միլիարդ դոլար ինչ են արել։ Անպայման պետք է զբաղվել տնտեսությամբ։ 48,000 տուրիստ ընդամենը մտնում է Կոտայքի մարզ, այն դեպքում, որ կա Գառնի, կա Գեղարդ, կա Ծաղկաձոր, հələ 45,000-ն էլ մի հատ 365 օրվա վրա բաժանի։ Կստանաք մի 100-200 մարդ ընդամենը ֆրֆռում են Կոտայքի մարզում։ Սա խայտառակ թվեր է։ Մենք անկում ենք ապրում, ու շատ մեծ տեմպերով ենք անկում ապրում, հայաթափում են Հայաստանը։ Սպիտակ եղեռն, շատ ճիշտ է։ Իսկ ադրբեջանցիք դուք չեք կասկածում, ինչ տեմպերով աճելու են Հայաստանում։ Եթե նպատակ էլ դրվեց, ամեն մեկը մի 15 երեխա են ունենալու, մենակ շուտ դեմոգրաֆիան փոխեն, մի հատ սիրուն 5 տարի հետո ռեֆերենդում են անում, ադրբեջանցիք քվեարկում են ու պրծանք։ Հազիվ անկախություն ենք ձեռք բերել։ Իրենք անկախություն բառը գոռալով մեզ կախել են Ադրբեջանի եւ Ալիևի քմահաճույքին։ Ինչ ուզի, ինչ հայտարարի, պարտավոր են վազեն, արագ, էսի մենք սահմանազատում ենք անում, հիմա մենք ինչ գիտենք, այդ սահմանազատման ժամանակ ինչքան հողեր տվեցին գնաց։ Ես անցած անգամ ասեցի, հիմա ինչքան տվել են արդեն Հայաստանի տարածքներ, դեռ չեմ ասում Արցախի մասին, Արցախը հանձնեցին, մեր 70 տարի կուտակած զենքերը վերցրեցին, նվիրեցին իրանց, միլիարդ դոլարների զենքեր, ինչքան երիտասարդների թողեցինք, ինչքան երիտասարդների ապագան կործանեցինք, ընդամենը մեկ մարդու և մեկ խմբակի քմահաճույքին է դրված ամբողջ մեր երկիրը, ամբողջ մեր ժողովուրդը, ու ինձ զարմացնում է, որ
Մեր էլիտան դրա մասին լռում է։ Առաջինը ձայն պետք է բարձրացնի էլիտան, քանի որ մենք հայրենասեր մարդիկ ենք, մենք չենք կարող նայել ինչպես են կործանում մեր երկիրը։ Մենք առանց մեր Հայաստանի ոչ մի ապագա չունենք։ Դրա համար բոլորս պետք է պայքարենք, բոլորս պետք է միասին հաղթենք, տոնենք մեծ հաղթանակ միասին եւ միասին զբաղվենք մեր երկրի զարգացմամբ։ Նույնիսկ հիմա նախընտրական փուլ է, բայց երկիրը անդերության մատնված։ Դուք տեսնում եք, արդեն 2-3 ամիս այս մարդը թմբուկ է նվագում։ Դրա համար այն, որ խոստացել են 1 դրամը իր վարչապետին տալու եմ, հիմա ասում են, որ էդ էլ չեմ տալու։ Ճիշտ ասած 20 թվականից քայլել եմ բոլոր շարժումների հետ ու միշտ մտածել եմ ով կվերցնի այս քայքայված պետությունը, այս ծանրությունը ով կվերցնի իր վրա, ողջունում եմ ձեր քայլը, իրոք ուժեղ քայլ։ Պարոն Կարապետյան, դուք անդրադարձաք պատերազմի հանգամանքներին, այսպիսի մի հարց, Արցախը ուրացած, տղաներին դավաճանած, այս մեղսավորները պատասխանատվության ենթարկվելու են, թե ոչ։ Եվ իմ երկրորդ հարցը փայլուն ծրագրեր եք ներկայացրել մեր հայրենիքը, մեր հայրենակիցներին բարեկեցիկ ապագա ապահովելու համար։ Ցանկալի էր, որ վերանայեք զոհվածների ընտանիքների մասին կետը, եթե լինի։ Երկրորդ հարցից թե զոհվածների ընտանիքները, թե ամբողջ Արցախահայությունը մեր գլխավոր խնդիրն են լինելու։ Մենք մինչև իրենց չապահովենք արժանապատիվ լավ կյանքով, կարող եմ ասել, մնացած հարցերը նույնիսկ երկրորդական են լինելու, որովհետև մարդիկ կորցրել են իրենց ամենակարևորը։ Մենք Արցախի հայատապման ժամանակ մոտ 1500 ընտանիք տեղավորեցինք Տաշիրում։ Մենք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել ենք, հիմա անելու ենք պետության հնարավորությունների սահմաններում։ Պետությունը պետք է կանգնի բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր հայրենիքի համար թե զոհվել են, թե վիրավորվել են։ Դա անպայման պետք է լինի, իսկ ինչ վերաբերվում է պատժվելուն, ես ասել եմ արդեն բոլոր դավաճանները պատժվելու են։ Օրենքի սահմաններում։ Մեծարգո պարոն վարչապետ։ Շնորհակալություն։ Դու ամենալավն ես, վարչապետ ջան։ Ես հարց չունեմ, սիրելի ժողովուրդ։ Մեր վարչապետին հարց չունեմ, բայց երկու հատ մաղթանք եմ ուզում տամ, եթե թույլ կտաք։ Ապրեք առողջ եւ երկար։ Ամենակարևորը։ Սամվելին մեր վարչապետին։ Այսօր մի հատ հաղթել եմ եկել։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Բարև ձեզ։ Ես վստահ եմ, պարոն վարչապետ, որ հունիս 7-ին եմ նույն կերպ դիմելու ձեզ։ Պարոն վարչապետ, աշխատել եմ պետական ծառայությունում ու քաջատեղյակ եմ ու լավ լսել եմ, լավ տեսել եմ ձեր բարեգործությունը ու միշտ ինձ հարց էի տալի։ Մեր երկրի վարչապետները այդքան ներդրում չեն անում։ Այմար տարի տեր կանգնի մեր երկրին։ Ու փառքասու, Եթե դուք կներեք, որ բոլոր թվերը տեսած ելնեիք ու իմանայիք, ձեր պետությունն էլ այդքան չի արել։ Ես գիտեմ։ Մենք ամեն ինչ արել ենք համեզ ձևով եւ արել ենք այն բնակավարներում հիմնականում, որի մասին մենք չենք կարողացել խոսենք, բայց միշտ արել ենք։ Նույն ճանաչող մարդիկ, Ես վստահ եմ, ես գիտեմ։ բոլորը գիտեն, որ իմ խոսքը գործ է։ Ես կյանքում չունեմ ասած բան, որ դրանից մի քանի անգամ ավելի լավ չեմ արել։
Ես միշտ ասում եմ այն մինիմումը, որ մենք անելու ենք, բայց վստահ եղեք, վստահ, ոչ մեկը չկասկածեք։ Մենք ունենալու ենք հարուստ պետություն, ուժեղ Հայաստան, ուժեղ ժողովուրդ։ Պրոբլեմը գիտեք ինչու՞մ է։ Սա չի եղել իմ կյանքի երազանքը։ Գիտենք։ Դուք հիշում եք իմ հայտարարությունը։ Ես ասեցի, քաղաքական ուժերին եթե չհաջողվեց, մենք մեր ձևով մասնակցելու ենք։ Քանի որ ես գնահատեցի, որ քաղաքական ուժերը տարիների ընթացքում պայքարելով ինչ որ չափով, չնայած բոլորը մինչև այսօր պայքարում են, բայց ուժի տեսակետից սպառել են իրենց։ Չկա այն ուժը, որ այդ sense անի ու վերջացնի։ Հիմա մենք ձեզ հետ այս շարժումը պետք է անենք, ուրիշ ձև չունենք։ Այո։ Սամվել վարչապետ։ Եվ դուք մի պատկերացրեք, եթե մենք մեր ձևով չմասնակցենք հիմա։ Ու պատկերացրեք, ինչ է կատարվելու։ Ինքը գնալու է նստի, են թմբուկի վրա նվագելով նորից մեր ժողովրդին տանի դեպի թրկացում։ Հասկանում եք ինչ իմաստն է խոսքը։ Այո։ Քանի որ մենք հարցումներ ենք անում, նույնիսկ դուք կարող է չպատկերացնեք, բայց ՔՊ-ի ընտրողների 17%-ն էլ մեզ լավ են վերաբերվում։ Չեն ընտրում մեզ, բայց լավ են վերաբերվում։ Դա բացառիկ արդյունք է։ Այսինքն իրենց 2/3-ը ժողովրդի, ով իրենց ընտրում է, մեզ լավ վերաբերվում է, բայց չի ընտրում։ Իսկ գիտեք ինչ չի ընտրում, որովհետև մարդը շատ դժվար է ընդունում, որ ինքը սխալվել է, ինքը միշտ ուզում է համոզի, որ չէ, ինքը ճիշտ է արել։ Հետո հասկանում եք, այս տղան սահման չունի, ինքը դուրս է գալիս, իմ տարիքի մարդիկ երևի կհիշեն, մեր գյուղերում դες զբաղմունք չկար, մենք բոլորս, դուք երևի կհիշեք, ամեն տարի սպասում էինք, որ գյուղում գա այդ լարախաղացները, հիշում եք, չէ? Փալևաները, դուք էլ եք տեսել դա, ու հիշում եք, այդ փալևաների ինչով էր հետաքրքիր, որ յալանչի կար հետները։ Փող էր մուրում։ Ինքը այդ հիմա յալանչի դերն է տանում, փողոցները ընկած մարդկանց զբաղացնում է։ Նույն բոլորը իմ հետ համաձայնվեցին, որովհետև ես միշտ իրեն նայելով, իր ընտրապայքարը նայելով, միշտ հիշում եմ այն մեր գյուղի յալանչիներին, որ գյուղ մարդկանց հետևից հիշում եք, վազում, քաշքշում։ Այս ֆորմատը շատ լավ ֆորմատ է, որ հույսով եմ, ես վստահ եմ, որ դուք վարչապետ եք, բայց ֆորմատը ժողովրդի հետ լինի, ոնց որ ինքը խափեց չեղավ, 8 տարի հետո սկսում էր սենց անպագորգոր բառեր խոսալ, հնարավոր է, որ մեր մեջից մարդ կլինի, որ առաջարկ կանի հանուն պետության, որ լավ բան լինի։ Մենք դրա համար ստեղծելու ենք հատուկ կառույց։ Ես ձեզ պարզ եմ ասում։ Ես ձեր օգնության կարիքը ունենալու եմ։ Ամեն շրջանի գյուղացիները իրենց խնդիրները ավելի լավ են իմանալու, քան մենք։ Ասենք Արարատյան դաշտավայրում մի խնդրեմ կա։ Սյունիքում ուրիշ խնդրեմ կա։ Կոտայքի մարզում ուրիշ խնդրեմ կա։ Բոլոր գյուղերում, բոլոր շրջաներում կան մարդիկ, ազդեցիկ մարդիկ, փորձառու մարդիկ։ Ընդամենը շատ մարզել չունենք, 10 մարզ ունենք։ Ասենք մի ամսում կարելի է այսենց հավաքել, թող չլինի 300 մարդ, թող լինեն 500 մարդ։ Բայց քննարկել է պետք, ինչն ամենաառաջնահերթը։ Մենք շատ լուրջ ուշադրություն ենք դարձնելու էկոլոգիայի վրա, որ մեր քայլերը պետք է գեղեցկացնեն, այլ ոչ թե փչացնեն, ասենք Սևանը, Ծաղկաձորը, հիմա դուք տեսնում եք, Ռազդանցիկ լավ տեսնում են Ծաղկաձորում ինչ է կատարվում։ Սարքեցին շատ անճաշակ բնակավայր, բայց Ծաղկաձորը ուներ բոլոր տվյալները, դառնար լուրջ տուրիստական, հիշում եք, սովետական միության ժամանակ
մեր օլիմպիական բազաներից մեկն էր Ծաղկաձորը։ Իսկ հիմա նույնիսկ Հրազդանի համար չի կարող բազա ծառայել։ Այսինքն անմտածված քայլերով ամեն ինչ փչացրեցին այս մարդիկ։ Այո։ Այս շինարարության բումը փոխանակ կառավարեին, բաց թողեցին, ով ինչ ուզում է անի։ Համ պրոբլեմներ սարքեցին, թե շինարարների համար։ Հիմա դուք գիտեք, շուկան մի քիչ փոխվեց, բոլորը շենքերը կանգնեցրել են, մաքսիմում 10%, 15% են կարողանում վաճառել։ Դրանից էլ բանկերը պրոբլեմ ունեցան ու կունենան, որովհետև ֆինանսավորել են, չեն կարողանում վաճառել այդ ամեն ինչը։ Դրա համար ամեն ինչը պետք է բալանսավորված, հավասարակշռված տարվի։ Իմ հարցս հիմա ուղղում եմ վարչապետի։ Մենք 90-ականներին ախտել ենք 20 թվից 23 թիվ։ Պատերազմի մասնակից տղաները գիտենք 5000 զոհվել, 12000 վիրավոր, օգնում եք բոլորին։ Բայց են 20-30 հազար տղաները, որ մասնակցել են։ Դրանց մասին ինչ որ ծրագիր կա լիգոտների բանով հարցով։ Ես եթե հետևում եք իմ հայտարարությունների մեջ ասել եմ, հերոսները նորից դառնալու են հերոսներ, դա բոլորին է վերաբերվում։ Այդ բոլոր մարդկանց վերաբերվում է, կապ չունի իրենց դոշին հերոսի մեդալ կպսրել են, թե չեն կպսրել։ Ով կռվել է մեր երկրի համար, ես իրենց համարում եմ հերոսներ։ Նորից իրենք ունենալու են հերոսների կարգավիճակ, իրենց ծնողները ունենալու են հերոսացին մայրերի կարգավիճակ։ Դուք մի կասկածեք, հետո ես շատ բարի մարդ եմ, ես ինչի համար մի քիչ չեմ ուզում հանդիպեմ այդ մարդկանց հետ, որովհետև դա իմ համար էմոցիոնալ ծանր է։ Դժվար չի հավաքեմ, խոսանք, բայց ես պետք է առաջի քայլ անեմ, օգնեմ իրենց, ամեն ինչ անեմ, նոր հանգիստ կհավաքեմ, երբ որ բոլորը արդեն գող կլնեն, նոր կհավաքեմ։ Պարոն վարչապետ, հարցս այն տղաների մասին է, որ ոչ մի կարգավիճակ չունեն, ոչ վիրավորի, ոչ զոհվածի, իրանք սաղն 44 օրյա պատերազմի մասնակից են։ Հարցս այդ տղաների մասին է։ Այն զոհվածներ գիտենք մեր ինչին կտանք ճիշտ լուծում, համակարգված լուծում։ Իրենք լավ ապրելու են մեր երկրում, մեր հողի վրա։ Ասեցի գերիների մասին, ամեն ինչ անելու ենք իրենց համար, այս խայտառակությունը, որ ամբողջ աշխարհին առաջ մենք նայում ենք, տեսնում ենք մեր ընկերներին, մեր նույնպես ուժեղ ընկերներին, բայց այսօր անմխիտար վիճակում ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա, որովհետև մեր իշխանությունները, ես արդեն կասկածներ ունեմ, որ նույնիսկ օգնել են իրենց այնտեղ հայտնվելուն, նույնիսկ վտանգ են տեսել։ Դրա համար այդ հարցը լինելու է մեր գլխավոր խնդիրներից մեկը, որ մեր լավագույն զավակները գան իրենց տները։ Ես օգնել եմ, որ կանգնի պատերազմը, բայց այս մարդը իր մեծամտությամբ, անիմաստությամբ, անշնորհքությամբ ոչ մի բանի ընդունակ չի։ Իր շուրջն էլ հավաքել է իր նման մի 3-4 հոգի ուր խանում են։ Իրենք չեն հասկանում, որ իրենց անդուն դա տանում։ Այս 3-4 հոգի ունի, որ ամեն օր իր համար դոշ տված, թե ինչի համար եք դոշ տալիս։ Պարոն վարչապետ, իմ անունը Սամվել է, Պրոշյանի համայնքից եմ։ Մեր մոտ Պրոշյան սովխոզում խնդիր կա դպրոցի, որ սրանք բարձրացում են ձայն 100 հատ, 500 հատ, 1000 հատ դպրոցներ շինի, բայց Պրոշյանի սովխոզի դպրոցը մի 3-ից 4 հերթով են աշխատ, երև ավելի։ Այդ հարցը ոնց կլուծվի, ոնց է բանը մոտեցում այդ հարցին։ Վստահ եղեք, իրենք մի քանի անգամ ավելի շատ փակում են, քան բացում են, քան կառուցում են։ Այդ կառուցածներն էլ իրենք չեն կառուցում, որ գյուղերը օգտվեն, երեխաները օգտվեն։ Նայեք, ովքեր են կառուցողները, դրանից ամեն ինչ կարող եք հետևություն անել։
Այս մարդիկ շատ պրոֆեսիոնալ գրդոնջիներ են, անում են, ինչից արա կարող են փող ստանալ։ Դրա համար մենք ամեն ինչը շատ ուշադիր նայելու ենք, ոչ մի երեխա չի տուժվելու, ոչ մի երեխա ձմռան ցրտերին չի գնալու ուրիշ գյուղեր դպրոց, ինչը որ սրանք պլանավորում են։ Պատկերացնում եք, սահմանամերձ դպրոցներն են փակում հիմնականում։ Այսինքն երեխաները պետք է գնան 10 կիլոմետր հեռու դպրոցներ։ Ով կգնա, ես օրինակ չեմ պատկերացնում, ցեմ սարերի վրա ձմռան ցրտին մեկը իր երեխուն թողի գնան ուրիշ գյուղ դպրոց։ Բոլոր հարցերին լուրջ լուծում ենք տալու, բայց դրա համար մենք սկսում ենք, ճիշտը որ ասեմ, մանկավարժներից։ Դրա համար մենք հայտարարեցինք, որ 150%-ով բարձրացնելու ենք մանկավարժների աշխատավարձերը, որովհետև մեզ պետք է մանկավարժները գնան գյուղեր, նորմալ աշխատավարձ, լավ աշխատավարձ ստանան, դառնա հարգի մասնագիտություն, որ մարդկանցից պահանջես լավ գրագետ երեխաներ։ Ես պատկերացնում եմ այն մակարդակը, ինչը որ այսօր կա, մարդիկ ստանում են 100,000 դրամ։ Ես մանկավարժի ընտանիքից եմ, ես այդ խնդիրները գիտեմ, պրոբլեմները գիտեմ, անելու ենք ամեն ինչ, որպեսզի սկսենք կրթությունից։ Ուրիշ ձև մենք չունենք, հիմա որ մենք մեր ժողովուրդը այս վիճակին է ու Նիկոլ Անդրոն, դա այդ խնդիրներից էլ է գալիս։ Պետք է ամբողջ երկրի բոլոր խնդիրներով զուգահեռ զբաղվենք։ Դրա համար, կներեք հայրիկ ջան, մենք ստեղծում ենք, գիտեք, գյուղացիների, գյուղատնտեսության համար հատուկ ընդունման կետեր, որ գյուղացին ինքը գործ չունենա հաշվարկի, վարկերի հետ, ինքը միայն պետք է մտածի արտադրության մասին, ինքը տարվա սկզբին պետք է իմանա տարվա վերջի իր եկամուտը, ֆիքսի գնա աշխատի։ Մենք երաշխավորելու ենք գյուղացու եկամուտը, տարվա սկզբին ինքը գալիս է, պայմանագիր կնքում է, եթե իրան ձեռնտու գին է, կարող է գնի սահմաններում աճեցնել, մտերքներ, անասուններ, պահեն, կաթ ստանան, ինչ ուզում են անեն, իրենք դրա եկամուտը առաջի օրը հաշվարկը պետք է ունենան իրենց գրպանում, որ չստացվի, որ սեզոնը լավը չէր, մարդիկ մնացին բանկերի տակ, մեր բանկերն էլ փառք ասու, արդեն գիտեն ոնց նեղացնեն այս ժողովրդին, մենք զարգացնելու ենք ընտանեկան բիզնեսները, դրա համար հայտարարեցինք, որ ազատում ենք փոքր բիզնեսը հարկերից, որ մարդիկ ստուգողի մասին չմտածեն, գնան մենակ զբաղվեն գյուղատնտեսությամբ։ Նոր Աճեն քաղաքում միշտ հայտնի եղել իր ադամանդագործությամբ, սաֆիր զավոդով ու մեծ Նոր Աճենում չի եղել այն հին ժամանակ, միշտ մարդիկ զավոդում աշխատել են, հիմա մենք հնարավոր չի, որ այդ զավոդները վերականգնենք, հիմա հարցս նրանումն է, այդ սեփականաշնորհված զավոդների տեղը որ շենք են սարքում, մարդիկ մնում են անգործ։ Ամբողջ աշխարհում հիմա տարածվում է արհեստական ադամանդները, ձեր գործարանները ինչ-որ բարդ տեխնոլոգիաներ չեն, ընդամենը մշակող գործարաններ են, ու ինչի համար են լավ այդ գործարանները, որովհետև շատ են համապատասխանում մեր ասած 300,000 աշխատատեղի ստեղծմանը, մենք ձեր գործարանները անպայման ռեստարտ ենք անելու, դա ինչ է նշանակում, ճիշտ գնով հումք առնելը, սրանք չկարողացան հումք առնեն, առած հումքն էլ, այն որ գալիս էր Հայաստան, իսկի Հայաստան չեր էլ մտնում, ոսկի, հումք, այրոպորտից ուղիղ Դուբայ, Թուրքիա, միանգամից, քեշ, սրանք քեշն են շատ սիրում, ոչ թե հավելյալ արժեք ստեղծել, այս մարդիկ չգիտեն, բերեցին իջան այրոպորտ, մի չամադանը տարան տները, երկրորդ չամադանն էլ մի հատ ուրիշ տեղ, всё պրծավ։ Դրա համար մենք ասում ենք առաջին հերթին ռեստարտ ենք տալու եղած հզորությունները, եթե դրանք չեն հերիքում, ստեղծելու ենք նոր հզորություններ։ Պարոն Կարապետյան,
Բարև ձեզ։ Ես արդյունաբերության թեմայով եմ նորից խոսելու եւ ցանկություն, ոչ թե հարց ունեմ, այլ ցանկություն ունեմ, որ մեր հանրապետության մեծագույն բարիքը, բղինձը խտանյութի տեսքով հանրապետությունից դուրս չգա, այլ վերամշակվի։ Հայաստանում մոտ 100,000 տոննա կարելի է վերամշակել, ստանալ պղինձ, 100,000 տոննա խտանյութից։ Մենք Հրազդանում, այդ տարածքում, որտեղ մենք մեծ տեխնոպարկ ենք կառուցում, ամեն ինչ արել ենք, նախագծերն ենք արել ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որ գոյություն ունի աշխարհում։ Ամեն ինչ արել ենք, ընդամենը պետությունից մեզ անհրաժեշտ էր մեկ պայմանագիր, որ քաջարանի պղնձամոլիբդենայինի հետ եւ թեղուտի հետ կնքեինք պայմանագիր, որ խտանյութը իրենք վաճառում են մեզ։ Այո։ Սրանք շուռ տվեցին ամբողջ հարցը, անհասկանալի հիմա արդեն հասկանալի պատճառներով, որ իրենք լավ տեղավորվել են խտանյութ վաճառքի եկամուտների մեջ։ Եթե մենք այդ գործարանը կառուցում էինք, մենք ունենում էինք նորից քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին համարժեք կոմբինատ, բայց շատ փոքր չափսերով։ Ոչ թե ահռելի հանքեր ու տեխնիկաներ, փոքր չափսերի, բայց եկամուտը ամեն ինչը համապատասխանելու էր դրան։ Այսինքն մենք ունենք հումք, նույն բանն է, մենք ունենք միրգ, ունենք հումք, չունենք արտադրություն։ Այո։ Միրգը մենք Հայաստանում էլ ենք դարձնելու հումք, խտանյութն էլ ենք դարձնելու հումք, ինչ հնարավոր է արտադրել Հայաստանում, արտադրելու ենք Հայաստանում։ Շնորհակալություն։ Ես կրթության ոլորտի այս սխալ ընթացող ուղու մասին եմ ուզում հարցնեմ ձեզ։ Մենք տարիներ շարունակ վատ որակի կրթություն ենք մատուցում մեր մատաղ սերնդին եւ այսօրվա իրավիճակը արդեն կանխատեսելի էր վատ որակի կրթություն ունենալու հետևանքով։ Ուզում եմ հասկանամ, պարոն Կարապետյան, ապագայում մենք ինչ քայլեր ունենք կատարելու միասին, որպեսզի մեր կրթության որակը բարձրանա։ Պետք է բոլոր աշխատողները, թե ուսուցիչները, թե բժիշկները, թե մշակույթի աշխատողները առաջի հերթին ապահովեն արժանապատիվ աշխատավարձով։ Դրանից հետո մենք բոլորից շատ պահանջելու ենք։ Դրանից հետո գնալու ենք ժամանակակից ճիշտ կրթական համակարգեր ստեղծենք, դպրոցներից սկսած։ Քանի որ բոլորս ենք հասկանում, եթե դա չկա, այն մյուս ամեն ինչը չկա։ Եթե չունենք կադրեր, ինչի մասն ենք մենք խոսում։ Մենք կարող ենք շատ մեծ պլաներ դնենք, բայց ոչ մի բան էլ չի իրագործվելու։ Բայց ամեն ինչ սկսվում է հունիսի 7-ից։ Մենք ունենք բոլորս միասին գլխավոր հարց լուծելու։ Կա մի բան, որի համար ժամանակ չեք ունեցել ձեր հաջողության ճանապարհին։ Մի քիչ գլուխ կգովամ, բայց դե պիտի գովամ։ Ես ինչ պլանավորել եմ իմ ճանապարհին, ամեն ինչի հասել եմ։ Ես ազնվությամբ եմ ասում, չի եղել մի բան, որ ես ուզեցել եմ էսի անեմ ու չեմ արել։ Նու, այդպես է ստացվել։ Չի եղել։ Դրա համար ամսի 7-ին էլ էլի կանենք, որ ես մեկն էլ ճիշտ լինի։ Այո։ Հունիսի 8-ին ուժեղ Հայաստան, ուժեղ հաղթելուց հետո որն է լինելու ձեր առաջի քայլը։ Կարծում եմ դա հետաքրքիր է բոլորին։ Առաջի քայլը հավաքվելու ենք բոլորս միասին Հանրապետության հրապարակում, նշելու ենք մեծ հաղթանակը։ Բայց ամսի 3-ին էլ ենք հավաքվում, որ նշենք մեծ հաղթանակի սկիզբը։ Դրա համար բոլորը տրամադրվեք։ Ձեզանից շատ շնորհակալ եմ, շատ լավ ինձ համար համենայն դեպս հաճելի ժամանակ անցկացրեցինք։
Ես վստահ եղեք հասկանում ու պատկերացնում եմ ձեր բոլոր խնդիրները, բոլոր խնդիրները, շատ չեմ ուզում մասնավորեցնենք, բայց վստահ եղեք ամեն ինչ հասկանում եմ ու ամեն ինչ անելու ենք մարդու համար, ոչ մեր գրպաների համար։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովուրդը վերջապես լցնեն իրենց գրպաները։ Դուք դրանում վստահ եղեք ու վստահեցրեք ձեր շրջապատին նույնպես, քանի որ վճռական փուլ ենք մտնում, դուք պետք է անձնապես համոզված լինեք, որ ձեր համոզմունքները տարածեք ժողովրդի վրա։ Մենք ասում ենք ստոպ, գալիս է ուժեղ Հայաստանը,